նախոզում եմ գոհունակությունս հայտնել բոլոր նրանց, ովքեր նախաձեռնել են այս նախագիծը եւ աշխատանք տարել այս ուղղությամբ եւ իմ զարմանքը ընդդիմության վարքագծին, որովհետեւ ես որքան որ հիշում եմ ինձ ընտրությունների մեջ լինելով որպես դիտորդ, միշտ քաղաքասարակությունը եւ խորհրդարանական ընդդիմություն են եղել ջատագով, որպեսզի ընտրությունները լինեն շատ ավելի հանրային վերահսկողության ներքո, որպեսզի դիտորդությունը լինի շատ ավելի քաղաքականապես չեզոք կառույցների կողմից եւ դիտորդի օբյեկտիվությունը որևէ կերպ կասկածի տակ չդրվի, նաև իր զեկույցում արտահայտված մտքերը կասկածի տակ չդրվեն։ Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ տարիներին ամեն անգամ համապետական կամ թիմ ընտրություններից հետո կեղծ կամ ֆեյք դիտորդների մասին տեղեկություններ էին հայտնվում, գոնե արժանահավատ դիտորդություն իրականացրած ՀԿ-ների ուրեմն զեկույցներում, մենք հասկանում ենք եւ ինքներս էլ տեղամասերում տեսնում ենք կազմակերպություններ, որոնք ձևավորվում են ընտրություններից հետո կանոնակարգումը փոխվեց մեկ տարի դարձավ շեմը, ընտրությունից հայտարարելուց անմիջապես հետո կամ դրանից առաջ, օրինակ բռնցքամարտի ազգային ֆեդերացիա, չգիտեմ ծանրամարտի ֆեդերացիա, ինչ որ սպորտային կառույցներ, ուժեղ բռունցք, ուժեղ չգիտես ինչ, եւ երբ որ այդ դիտորդներին տեղամասում հարցնում եք դուք որ կազմակերպության դիտորդներ եք, մարդիկ ուղիղ ասում են այն կուսակցության անունը, որոնք իրենց տեղամաս են գործողել, եւ շատ կարեւոր է որ այստեղ դիտորդական առաքելությունների չեզոքությունը վերահսկվի կենտրոնական տրական հանձնաժողովի կողմից, բայց ռիսկ չլինի նաեւ այն առումով, որ կարող են ներդրված անձի միջոցով հնարավոր է նաև նման մրցակցություն, որ կարող են այլ կազմակերպություններ անձի ներդնեն դիտորդական առաքելության մեջ, որպեսզի նրա վարքագիծը որևէ կերպ ազդի այդ դիտորդական առաքելության օբյեկտիվության վրա, այստեղ պետք է ԿՀ որոշում կայացնելիս շատ ուշադիր լինի։ Եվ մի հարցադրում Տիկին Ջուլհակյան կուզեի, որ ուշադրություն դարձնենք, եթե մենք ընտրությունների մասին հայտարարելուց հետո, նախագահի հրամանագրից հետո դիտորդական կազմակերպությունները կարող են հավատարմագրվել, նշելով միաժամանակ ֆինանսավորման աղբյուրը։ Գուցե դիտորդները բաց հայտարարություն են անում, ՀԿ-ները բաց հայտարարություն են անում հավաքագրելու դիտորդներ եւ այդ պահին դեռ չեն դիմել որևէ դրամաշնորհային ծրագրի, հետագայում դրանք համալրելու հնարավորություն տալ եւ չսահմանափակել եւ դրանով ուղղակի իրենց ռիսկի տակ չդնել։